Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ածխաջրերը մեր էներգիայի հիմնական աղբյուրն են, սակայն կան օգտակար եւ վնասակար ածխաջրեր, որոնք պետք է տարբերել։ Պարզ ածխաջրերը ունեն բարձր կալորիականություն եւ սննդարարության առումով դրանք ավելի թերի են։ Ածխաջրերի ավելցուկը կարող է առաջացնել քաշի ավելցուկ, ճարպակալում, շաքարային երկրորդ տիպի դիաբետ։ Ածխաջրերի դեֆիցիտը ինչ վտանգներ է պարունակում։ Ճանաչենք մեր թշնամուն դեմքով, պարզ ածխաջրերը կարող են լինել անգամ առողջ թվացող մթերքներում։ Վերամշակման եւ ջերմամշակման արդյունքում վարսակի փաթիլները կորցնում են իրենց սննդարար արժեքը եւ դառնում են ուղղակի պարզ ածխաջուր։ Չիայի սերմերի կամ մեր կտավատի սերմերի մասին այստեղ նույնպես կան ածխաջրեր եւ ասում են սրանք օգնում են նիհարել։ Մաքրում են աղեստամոքսային տրակտը եւ տոքսինները հեռացնում են օրգանիզմից։ Դուք դիտում եք Միֆերի առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ածխաջրերը մեր էներգիայի հիմնական աղբյուրն են, սակայն կան օգտակար եւ վնասակար ածխաջրեր, որոնք պետք է տարբերել, որովհետեւ օրինակ պարզ ածխաջրերը ավելորդ քաշի, ճարպակալման, տարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ, մինչդեռ բարդ ածխաջրերը օգտակար են մեր առողջությանը։ Տարբերել թշնամուն եւ ընտրել օգտակարը մեզ կօգնի սննդաբան Մետաքսիա Գալստյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ածխաջրերի մասին ենք խոսելու, որպես կանոն մարդիկ ածխաջուրը որպես մեկ միասնություն էսպես է դիտարկում, եկեք հասկանանք, թե ինչպես է այն յուրացվում մեր օրգանիզմի կողմից եւ որոնք են մեդալի երկու հակառակ կողմերը։ Ածխաջրերը մեր օրգանիզմում շատ կարևոր նշանակություն ունեն եւ դրանք մեր էներգիայի աղբյուրն են։ Մոտ 50%-ը էներգիայի ածխաջրերից ենք ստանում եւ ածխաջրերը լինում են պարզ եւ բարդ տեսակի եւ հենց բարդ ածխաջրերն են, որ օրգանիզմին տալիս են մեծ քանակությամբ էներգիա, հագեցածության զգացողություն եւ շատ օգտակար են համարվում օրգանիզմի համար։ Իսկ պարզ ածխաջրերից ուղղակի կարելի է խուսափել։ Պարզ ածխաջրերը, օրինակ սպիտակ հացով պատրաստված թխվածքաբլիթներն են, հացաբուլկեղենը, տորթերը, ֆաստ ֆուդը, շաքար պարունակող սննդամթերքները։ Խոսենք ածխաջրերի կալորիականության մասին, մի փոքր նշեցիք սկզբում, բայց անդրադառնանք պարզ եւ բարդ ածխաջրերի կալորիականությանը եւ սննդարար արժեքին։ Ինչպես նշեցիք, ածխաջրերը պարզ եւ բարդ ածխաջրեր են լինում եւ օրինակ պարզ ածխաջրերը ունեն բարձր կալորիականություն եւ սննդարարության առումով դրանք ավելի թերի են եւ ցածր սննդարարություն ունեն եւ օրգանիզմին բացարձակ ոչ մի օգտակարություն չեն կարող տալ։ Իսկ ինչ վերաբերվում է բարդ ածխաջրերին, դրանք շատ օգտակար են օրգանիզմի համար, ունեն փոքրինչ ցածր կալորիականություն եւ բարձր սննդարար արժեք։ Իսկ ինչով են վտանգավոր ածխաջրերի ավելցուկը։ Ածխաջրերի ավելցուկը կարող է առաջացնել քաշի ավելցուկ, ճարպակալում, շաքարային երկրորդ տիպի դիաբետ, կարող ենք գործ ունենալ խոլեստերինի բարձր մակարդակի հետ, տրիգլիցերիդների հետ, մարսողական խնդիրներ կարող են առաջանալ շատ ածխաջրերի օգտագործման դեպքում եւ առողջության համար բավականին մեծ վնաս կարող է լինել։ Հիմա հակառակ կողմը, ածխաջրերի դեֆիցիտը ինչ վտանգներ է պարունակում։ Ածխաջրերը, ինչպես նշեցինք, օրգանիզմի էներգիայի աղբյուրն են եւ ածխաջրերի դեֆիցիտը կարող է առաջացնել եւս մի շարք խնդիրներ, մարսողական խնդիրների եւ էներգիայի կորստի կարող է հանգեցնել։ Ինչ վերաբերում է մարզիկներին, մարզասրահ հաճախելուց 1.5-ից 2 ժամ առաջ խորհուրդ է տրվում օգտագործել բարդ ածխաջրերից կազմված սնունդ, որը նրանց կապահովի երկարատև հագեցվածություն եւ էներգիայով կապահովի, ինչը կխթանի ավելի ճիշտ մարզման եւ մկանային զանգվածի ձեռքբերմանը։ Ճանաչենք մեր թշնամուն դեմքով, պարզ ածխաջրերը կարող են լինել անգամ առողջ թվացող մթերքներում, օրինակ յոգուրտների մեջ, վարսակի փաթիլների, գրանուլաների։ Այո, պարզ ածխաջրերը հիմնականում լինում են գրանոլաների, մյուսլիների եւ յոգուրտների մեջ, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք ավելացված շաքարի հետ եւ հարստացված են դրանք կոնսերվանտներով եւ կայունացուցիչներով, ինչը նրանց դարձնում է պարզ ածխաջուր եւ էներգիա տալու առումով եւ նախաճաշի առումով դրանք կարող են վատ նախաճաշի օրինակ լինել։ Ինչ վերաբերում է վարսակի փաթիլներին, օրինակ արագ եփվող
վարսակի փաթիլները պարզ ածխաջրեր են համարվում, որովհետև վերամշակման եւ ջերմամշակման արդյունքում վարսակի փաթիլները կորցնում են իրենց սննդարար արժեքը եւ դառնում են ուղակի պարզ ածխաջուր։ Այստեղ ուղակի պետք է մենք ընտրենք ավելի երկար եփվող տարբերակը, հարստացնենք դրանք ըստ մեր նախասիրությունների սերմերով եւ ընդեղենով, հատապտուղներով, որպեսզի այն կարողանա դառնալ առողջ եւ սննդարար նախաճաշ։ Առողջ նախաճաշ է պետք, որտեղ են բարդ ածխաջրերը, ձեր խորհուրդը։ Առողջ նախաճաշ միանշանակ պետք է եւ նախաճաշը շատ կարեւոր է օրգանիզմի համար, այստեղ պետք է բարդ ածխաջրերով եւ սպիտակուցներով հարուստ նախաճաշ ընտրել, բարդ ածխաջրերը ամբողջահատիկի եւ տարեկանի հնդկաձավարի հացում կարելի է գտնել, ավելացնել օգտակար ճարպեր ավոկադոյի կամ ճիշտ ընտրված կարագի միջոցով եւ ավելացնել սպիտակուց, ձվի կամ որևէ տեսակ ընտրված մսի միջոցով եւ սննդարար եւ ճիշտ կազմված առողջարար նախաճաշը պատրաստ է։ Մրգերի բանանի մասին, սրանք առողջ նախաճաշի տարբերակ են։ Մրգերը, այդ թվում նաև բանանը, մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում եւ ֆրուկտոզա, ինչը էներգիայի աղբյուր կարող են հանդիսանալ, բայց իրենց որպես այդպիսին առանձին օգտագործել նախաճաշին խորհուրդ չի տրվում, որովհետեւ դրանք կարող են արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնել եւ նույնպես կտրուկ իջեցնել։ Եթե նախընտրելի է մրգային նախաճաշը, ապա դրանք կարելի է ուղղակի հարստացնել սերմերով կամ օրինակ արագ եփվող վարսակի փաթիլներով եւ կարելի է օգտագործել այո նախաճաշին։ Բարդ ածխաջրերը նաեւ հատիկեղենի մեջ են, այստեղ նաեւ մենք ունենք սպիտակուցներ բուսական ծագման, ինչպես օգտագործել օրգանիզմը չծանրաբեռնելու համար, որպեսզի ստանանք այդքան անհրաժեշտ սննդարար նյութերը։ Բարդ ածխաջրերով հարուստ են հատիկավորները, բայց հատիկավորները նաև հարուստ են մեծ քանակությամբ բուսական ծագման սպիտակուցով, ինչը անչափ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Օրինակ բուսական սպիտակուց են պարունակում լոբին, ոսպը, սիսերը, դրանք մեծ բուսական սպիտակուցի աղբյուր են հանդիսանում եւ դրանք համարվում են նաև բարդ ածխաջուր եւ օրգանիզմը կարիքը ունի նման սպիտակուցների եւ բարդ ածխաջրերի։ Իսկ թե ինչպես դրանցով չծանրաբեռնել օրգանիզմը, ուղղակի պետք է դրանք օգտագործել օրվա առաջին եւ երկրորդ կեսին, այսինքն նախաճաշին եւ ճաշին եւ բացառել ընթրիքի ժամանակ հատիկավորները եւ բուսական ծագման սպիտակուցները։ Չենք մոռանում իհարկե նախապես թրջել հատիկավորները առավել մեծ օգուտ ստանալու համար։ Չիայի սերմերի կամ մեր կտավատի սերմերի մասին, այստեղ նույնպես կան ածխաջրեր եւ ասում են սրանք օգնում են նիհարել, միֆ չէ։ Չիայի սերմերը եւ կտավատի սերմերին վերջին շրջանում սուպերֆուդի անուն է տրված եւ իրականում սրանք սուպեր հնարավորություն ունեն մեր օրգանիզմին օգնելու առումով, որովհետեւ պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց, օրինակ չիայի սերմերը 20 գրամում մոտ օրվա հասանելիք սպիտակուցի պահանջը կարող է լրացնել օրգանիզմի եւ այստեղ գործ ունենալով սպիտակուցների մեծ պաշարի հետ, օմեգա 3 ճարպաթթուների հետ օրգանիզմին առելի մեծ օգուտ կարելի է տալ սրանով, պարունակում են նաև ածխաջրեր, բայց սրանք օգտակար ածխաջրեր են եւ նաև օգնում են ինչու ոչ նիհարելու հարցում, որովհետեւ մաքրում են աղեստամոքսային տրակտը եւ տոքսինները հեռացնում են օրգանիզմից։ Որպես ամփոփում ասենք, ինչպես են ածխաջրերը ազդում մեր առողջության վրա, խլում թե նվիրում մեզ առողջություն։ Ածխաջրերը շատ կարևոր են օրգանիզմի համար, դրանք մեր էներգիայի աղբյուրն են եւ իրականում դրանք կարող են մեզ պարգևել առողջություն եւ ամեն ինչ ընտրությունից է կախված, մենք ենք ընտրում թե որ ածխաջրերն ենք ընտրում, բարդ թե պարզ եւ եթե ընտրենք ուղակի բարդ ածխաջրերը, միանշանակ կարող ենք օգտակար լինել մեր օրգանիզմին եւ օրգանիզմը մեզ շնորհակալ կարող է լինել։ Բացառենք միանշանակ պարզ ածխաջրերը, քանի որ դրանք բացարձակ ոչ մի օգտակարություն չունեն օրգանիզմի համար, ունեն բարձր կալորիականություն եւ 0 սննդարարություն։ Շնորհակալություն մտածի հետաքրքիր զրույցի համար, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ, հետևեք մեր թողարկումներին, շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։